Արագածոտնի մարզում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Եզդիաբնակ Շամիրամ գյուղում անհայտանձը մտել է գերեզմանատան մոտ գտնվող սքոսրահ եւ կրակ բացել այնտեղ գտնվող տղամարդկանց ուղղությամբ։ Եզդիների ավանդույթների համաձայն տղամարդիկ եւ կանայք նստած են եղել առանձին սեղանների շուրջ։ Հականատես կանայք մեր թղթակցին պատմել են, որ տղամարդն իրենց ուղղությամբ չի կրակել։ Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ տղամարդը կրակել է սայգատեսակի օրինական գրանցված որսորդական հրացանից։ Միջադեպի հետևանքով 3 մարդ տեղում զոհվել է, 8-ը վիրավորվել։ Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, ավելի ուշ նրանցից մեկը վիրահատության ժամանակ մահացել է։ Մյուս վիրավորները տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ ունեն։ 3-ը կրծքավանդակի վնասվածքներով տեղափոխվել են առաջին ուժգնությունից հետո դրենավորվել են ռեվրափորոջը, տեղափոխվել է Մալացիա Աստղիկ բժշկական կենտրոն ուժգնությունը շարունակելու։ Շամիրամի գյուղապետը նշել է սպանվածների անունները, նրանք են Ամո Խուդոյանը, Զորո Օզմանյանը, Ամրո Օզմանյանը եւ Աղասիկ Հալոյանը։ Սպանվածներից 2-ը Շամիրամի բնակիչներ են եղել, մյուս 2-ը եկել էին Ռուսաստանից։ Զորո եւ Ամրո Օզմանյանները հորեղբոր որդիներ էին, նրանց ազգական էր նաեւ Աղասիկ Հալոյանը։ Մեզ հասած տեղեկություններով սպանության մեջ կասկածվողը միջին տարիքի տղամարդ է, ազգությամբ եզդի։ Վարկած կա, որ սքոսրահում կրակ բացելու դրդապատճառը կենցաղային է եղել։ Հարձակվողը պարտքո պահանջ է ունեցել գյուղացիների հետ։ Տղամարդը պարբերաբար արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան։ Նրա հարազատներն ու ծանոթները պարտք են վերցրել, անընդհատ պահանջել է վերադարձնել, բայց չի ստացել։ Արդյունքում այսօր ներխուժել է սքոսրահ, որտեղ եզդիական ավանդույթի համաձայն գերեզմանի օր է եղել, մարդիկ մասնակցել են խայրարարողության եւ կրակել է գյուղացիների ուղղությամբ։ Շենք իմանում հոկտեմբերյանից էր, սա ունել տեսել են բոլորն էլ ճանաչում։ Խերեր մերերների համար, ոբշի գերեզմանոցների համար խերեր։ Գյուղի սկզբնամասում հայտնաբերվել է Նիվա Մագնիշի մեքենա, ամենայն հավանականությամբ այն պատկանում է կասկածյալին։ Մեր տեսախցիկը մեքենայում արձանագրել է փաստաթուղթ, որում պատկերված է միջին տարիքի մի տղամարդ։ Կասկածյալին որոնում են, մեր տեղեկություններով իրավապահներին հայտնի է նրա ինքնությունը։